Ողջույն։ Այսօր Աղեղը հաղորդման շրջանակում խոսելու ենք թատեր արվեստից։ Հիշեցնեմ, որ այս հաղորդումը կարող եք նաև դիտել մեր Facebook-յան էջում Radio IPFM, ինչպես նաև մեր կայք էջում radio-ipfm.com։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալում ենք հայ ժամանակակից թատրոնի խորհրդանշական դեմքերից մեկին, բեմի անփոխարինելի դերասանին, բեմադրիչին, հեղինակին, ինչպես նաև երգիծապանին եւ վերջապես մտավորականին Վարդան Պետրոսյանին։ Նրա խոսքը միաժամանակ ծիծաղ է եւ ցավ, երգ է եւ մարտահրավեր։ Հայ մարդու հոգեբանության հայելին։ Նա կրկին վերադարձել է Ֆրանսիա նոր ներկայացմամբ, Լուիս Խավար եւ ChatGPT խորագրով, որը տեղի կունենա նոյեմբերի 27-ին 20:30-ին Alfortville Pôle Culturel դահլիճում, մի նոր հանդիպում իր ֆրանսահայ հանդիսատեսի հետ։ Եվ այսպես այժմ կխոսենք այս հանդիպման, նրա ստեղծագործական ընթացքի եւ նախորդ ներկայացման օրորոցային պատվիրանի մասին։ Վարդան Պետրոսյան, բարև ձեզ եւ բարի գալուստ Ֆրանսիա, ինչպես նաեւ IPFM։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Արդեն մի քանի տարի է, ինչ ֆրանսահայ հանդիսատեսը սպասում է ձեր վերադարձին։ Ինչպես եք տրամադրվել այս նոր հանդիպմանը Alfortville-ում, քաղաք, որտեղ կա այդքան մեծ հայկական ներկայություն։ Սա իմ աշխատանքն է, բոլոր ներկայացումներին ես տրամադրվում եմ, այսպես ասենք, մարտականորեն։ Այո, ես իհարկե կուզեի շատ ավելի հաճախ ելույթ ունենալ Ֆրանսիայում, բայց ճակատագիրը այնպես է դասավորվում, որ ես շատ ավելի պահանջված եմ երբի ավելի դրսում։ Է առաջին հերթին իհարկե Հայաստանում, ամենաշատ այնտեղ եմ ելույթ ունենում, հետո աշխարհի մյուս ծայրերում։ Բայց ված չի Ֆրանսիայում։ Առաջ շատ եմ Ֆրանսիայում ելույթ ունեցել, շատ։ Բայց դա ֆրանսիական թատրոններն էին, ուրիշ մշակույթ էր, ուրիշ աշխատանք էր։ Հիմա ես ամբողջությամբ, այսպես ասենք, տրվել եմ հայկական բեմին եւ երևի Ֆրանսիա հայկական բեմը իմ կարիք այդքան չունի հիմա։ Իսկ դուք կարոտով եք վերադառնում Ֆրանսիա, այստեղ բեմ բարձրանում։ Բոլոր բեմերի հետ կապված ես ունեմ սիրո մեծ եւ կարոտի մեծ զգացողություն, որտեղ ուզում է լինի։ Եթե արտիստը բեմը չսիրեց, եթե արտիստը բեմը չկարոտեց, ինչպես սիրելի մարդուն, ինչ որ բան իր կյանքում արդեն պակասում է, ինչ որ մի կարևոր զգացում պակասում է նրա աշխատանքներում, ինչ որ մի բան հանդիսատեսը էլ չի զգա նրա մեջ։ Այնպես որ ես բեմը միշտ կարոտում եմ, լինի ֆրանսիական, լինի անգլիական, լինի հատկապես հայկական, որտեղ ուզում է լինել։ Ես բեմն եմ շատ կարոտում եւ բեմը կարոտում եմ նաեւ հանդիսատեսի հետ միասին, առանց հանդիսատես թատրոն գոյություն չունի, առանց հանդիսատես բեմը շունչ եւ կյանք չունի։ Ձեր վերջին ներկայացումը օրորոցային պատվիրան խորը հուզական արձագանք առաջացրեց թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Կպատմեք ինչպես ծնվեց այդ ներկայացման գաղափարը։ Իմ ներկայացումները այդպես ժամանակի ծնունդ են, իմ ապրումների, այն ցավերի, որ ես զգում եմ, ուղղակի ես այդ ամենը փորձում եմ մարդկանց տալ անպայման ծիծաղի հումորի միջոցով, սա շատ կարևոր է։ Հիմա շատ ծանր ժամանակներ են, մարդիկ ավելի հակված են ծիծաղելու, նրանք կարիք ունեն թեթևանալու, եւ ես փորձում եմ այդ շատ ծանր լուրջ խնդիրները, որ քննարկում եմ հանդիսատեսի հետ, անպայման հումորի կատակի միջոցով տալ նրանց։ Հիմա ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց մի քաղաքական տերմին օրորոցային պատերազմ։ 18-րդ դարում, 17-րդ դարի վերջ, 18-րդ դարի սկիզբ Կանադայում մեծ պատերազմ է բռնկվում բրիտանական Կանադայի եւ ֆրանսիական Կանադայի միջև, եւ ֆրանսիական Կանադան ջախջախիչ պարտություն է կրում, ցավոք սրտի։ Շատ ծանր պարտություն եւ սկսում է Կանադայի բրիտանացումը մարդկանց բնակիչների 2/3-ին տարհանում են այնտեղից, որոնց մի մեծ մաս արդեն ճանապարհներին մեռնում է։ Կանադական Ֆրանսիայում մնում են բնակվելու ուղղակի համարյա հաշմանդամները, շատ քիչ մարդիկ, երկիրը արդեն կորստյան մատնված վիճակում, եւ այստեղ քահանաները, կաթոլիկ քահանաները ֆրանսիացի անում են մի զարմանալի քայլ, ապշեցուցիչ քայլ, որ ինձ ուղղակի իսկապես շշմեցրեց։ Ես դա կարդում էի, ես հուզմունքից գիտեք ինչ են անում։ Քահանաները նախ հավաքվում են, ժողով են անում։ Ինչպես այս ամեն ինչի տակից դուրս գալ։ Մարդ չի մնացել։
եղածները հաշմանդամ, կանայք լքված, ընտանիքները, ֆերմաներում մարդ չկա, քահանաները գնում են դուր առ դուր թակում են, մտնում են տները եւ սկսում են խոսել ընտանիքների հետ, անգամ կանանց հետ, անգամ միայնակ կանանց հետ եւ խնդրում են աղաչում երեխաներ ունենալ, շատ երեխա ունենալ։ Խոսքը 18-րդ դարի սկզբի մասին է, 1712-ի այդ թվերին պատկերացնում եք։ Անգամ ասում են ուրիշից երեխա ունեցեք, հարևանից երեխա ունեցեք, մենք միևնույն է օրհնելու ենք ձեր երեխաներին։ Ինչպես են բարձրացնում նրանց մարտական ոգին կանանց, պատկերացնում եք։ Եվ կանայք թևերը քշտում են եւ մտնում են ճակատամարտ, անցնում են գործի, երեխաներ են ունենում, ասում են մի տատիկը մի քանի սերունդ անց ուներ 150 թոռ, 150 թոռ, ինչ են անում կանայք։ Ոգևորված քահանաների այդ խոսքից երեխաներ են ունենում եւ չի անցնում 90 տարի բնակչության 40% արդեն ֆրանսիական կանադացիներին եւ այդպես իրենք փրկում են իրենց երկիրը, իրենց կյանքը, վերսկսում են ամեն ինչ նորից, տեսեք ինչ կարող է անել կինը։ Եվ այս տերմինը քաղաքականության մեջ ընդունված անունի օրորոցային պատերազմ, կանայք հաղթում են այդ պատերազմը, օրորոցային պատերազմը։ Ես ասացի, որ պիտի անպայման մի ներկայացում պատրաստեմ մեր հայ կանանց, փորձելով ոգևորել այդպիսի ապագա հերոսական հաղթանակների, մենք կարիք ունենք երեխաներ ունենալու։ Իհարկե, եւ հենց ձեր բոլոր ներկայացումները ընդհանրապես ունեն մի առանցքային կերպար։ Այստեղ ինչպես նշեցիք, հայկինն է, մայրը, որը գտնվում է հենց օջախի կենտրոնում։ Այո։ Հիմա տեսեք, ես մյուս կողմից ես ուզում էի տալ մի ուրիշ քաղաքական տերմին էի ուզում տալ 11-րդ պատվիրանը։ 11-րդ պատվիրանը ու դարձավ երկու ներկայացում, երկու վերնագիր, երկու միտք, երկու գաղափար, օրորոցային պատերազմ եւ 11-րդ պատվիրան, ես այդ երկուսը միացրեցի, սարքեցի միասնական մի գործ, դարձավ օրորոցային պատվիրան, այսինքն գլխավոր պատվիրանը, որը մայրը, հայ մայրը պիտի տա երեխային օրորոցից, որովհետեւ հայ մայրն է իր կրծքի կաթով առյուծ դաստիարակում, բազե դաստիարակում, կամ նույն մայրն է երեխային փախցնում փեշի տակ պահում, ինչպես մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք եւ առաջել եղել է։ Ուրեմն մոր ձեռքերում է մեր ապագա հաղթանակը, մեր առյուծ զավակները նրանց ձեռքում են նրանց դաստիարակությամբ։ Համեմատություններ եմ անում տարբեր ժողովուրդների հետ եւ այլն, եւ հա այստեղ ամենակարևորը առաջ է գալիս մեր էպոսը։ Ինչու եմ ես ձեռք մեկնում էպոսին։ Ես հիշում եմ, կարծեմ կայծեր վեպում Ռաֆին այսպեսի մի բան է ասում, խոսելով մեր ազգային արատներից մեկի մասին, մեր էգոցենտրիզմի, եսակենտրոնության մասին, ասում է, ես չգիտեմ որտեղից է սա գալիս, ես խորանում եմ պատմության մեջ, գնալով ավելի եմ խորանում, գնում, բայց ես խորքում արմատները չեմ գտնում որտեղ է։ Գիտնականներն ասում են, որ պատմությունը սկսում է այն պահից, երբ սկսում են տառերը, գիր գրականությունն է սկսում։ Ուրեմն մինչև վերջ մենք գնալով դեպի մեր գրերը, ավելի հեռանալով դեպի խորքերը, միևնույն է մենք չենք տեսնում։ Ես մտածեցի, որ խորքերը գտնվում են էպոսում, առասպելաբանության մեջ, բանավոր խոսքի մեջ։ Եվ ահա մեր կերպարներին բերեցի առաջ, մեր սիրելի պաշտելի կերպարներին, Սասունցի Դավիթն է, Մհերն է, կողքին հակադրելով առյուծ Մհերը, Իսմիլ Խաթունը, եւ այնտեղ շատ մեծ ու վտանգավոր համեմատություն եմ անում Իսմիլ Խաթունին, այդ պետականակերտ կնոջը, թշնամու մորը, եթե կարելի ասել, Սասունցի Դավթին կուրց տված մեծացած մորը, եւ մեր կնոջը, հայ կնոջը, սա բավական մեծ աղմուկ առաջացրեց, կանայք մի պահ դժգոհեցին, թե ինչպես ես դու համեմատում, մյուսներն էլ դժգոհեցին, ասին, շատ զարմանալի բան եղավ, բայց հետո երկուսն էլ խաղաղվեցին, տեսան, որ այդ ամեն ինչի մեջ կար մեծ սեր եւ մարդասիրություն, ես այս համեմատությունների մեջ ոչ մի չարություն չեմ տեսել։ Ուրեմն պետության, պետականակերտման շատ լուրջ հարցեր է ես բարձրացնում մեր էպոսի միջոցով։ Ես հենց դա էլ ուզում եի արդեն հաջորդ հարցովս այդտեղ էի հասնում։ Հիշում եմ մի հատված, որտեղ դուք ասում եք, երբ երեխան քնում է, հայրենիքը արթնանում է։ Դա կարծես մի ամբողջ ազգի ցավն ու սպասումն է, այս պահով ինչ արձագանքներ եք ստացել հանդիսատեսից։ Սկզբից պետք է ասեմ, ես ներկայացում շատ մեծ հաջողություններ ես ամբողջ աշխարհում խաղացել եմ, երկար խաղացել եմ Հայաստանում, Երևանում, քաղաքներում, շրջանների քաղաքներում, հետո դրսի մայրաքաղաքներ շատ մեծ հաջողությամբ էր գնում, բայց սկզբից ինքը այդպես մի տեսակ
գիտեք մեզ մոտ այսօր հասարակությունը շատ քաղաքականացված է եւ պարակտված է մի քանի մասի, հատկապես երկու իշխանամետ եւ ընդդիմադիր։ Առաջին մի քանի ներկայացումից հետո որոշեցին, որ ես այսպես իշխանամետ եմ, հետո մի քանի ներկայացումից որոշեցին, որ ես ընդդիմադիր եմ, հետո հասկացան, որ ոչ էս եմ, ոչ այն եմ, որովհետեւ ես ներկայացրել եմ մի խոսք, որը վերաբերում էր երկուսին, խոսքը իշխանության կամ ընդդիմության մասին չի, խոսքը մեր մասին է։ Սա ամենաազնիվ, ամենաանաչառ մոտեցումն է, արվեստ այդպեսին պիտի լինի, եւ դրանից հետո նոր սկսեցին հանգիստ խաղաղ նայել այս ամեն ինչին։ Նորից գալիս եմ օրորոցին, երեխային եւ հայ մորը։ Հայ մայրն է երեխային քնեցնում, հայ մայրն է երեխային արթնացնում, հայ մայրն է նրան կատ տալիս եւ կրծքի կաթով նրան սարքում կամ առյուծ կամ վախկոտ փախստական նրա ձեռքում է ամեն ինչ, նա կարող է սարքել թակավոր իսկապես։ Իսկ քանի մենք քնած ենք, ինչ ասեմ, քանի մենք քնած ենք, ասում եք թշնամին հովարթուն է։ Դուք միշտ համադրում եք հումորը եւ ողբերգությունը, դա ձեր յուրահատուկ ոչն է խոսելու մեր իրականության խնդիրների մասին։ Այնքան դժվար է այդ գիծը, այդ գծի վրա քայլելը, այդ պարանով քայլելը, որտեղ մի քայլ ձախ ողբերգությունն է, մի քայլ աջ կատակերգությունը։ Ես ինքս էությամբ, ես հիշում եմ մեծ եղբայրս ինձ ասում էր միշտ դու քո աչքերը տխուրիկ էին։ Միշտ տխուր ես եղել, բայց ես ինձ համարել եմ միշտ շատ ուրախ մարդ։ Այսինքն ես հիշում եմ, որ շատ փոքր ասակից ծնողներին, երեխաներին, մեր տանը, ընտանիքում, հետո ազգականներին ուրախացնող ես եմ եղել։ Շատ եմ ուրախացրել դպրոցում ամենտեղ, բայց եղբայրս ասում է չէ, բայց դու տխուր ես իությամբ։ Ես չեմ հասկանում ինչն է, որ իմ տխրությունը վերածում է ուրախության։ Ինչն է, որ ես ինքս էությամբ լինելով տխուր, ինչպես յուրաքանչյուր հայ եմ։ Միգուցե հենց ներքին պայքարը տխրության է։ Ինչ որ մի բան կա, որ ես այդ ամեն ինչը տրանսֆորմացնում եմ ուրախության ու դա եմ տալիս մարդկանց։ Գիտեք, ես շատ սիրում եմ նաև տխրել։ Այդպես չի, որ ես չեմ սիրում տխրել։ Լյուդովիկոս 14-րդ արևարկան ասում է, այսպեսի բան ուներ, կարծեմ 3 հրացանակիրներում կամ 20 տարի անցում է ասում Դյուման, ասում է երբ նա տխրում էր, կանչում էր պալատականներից մեկին, ասում էր սիր, ես տխուր եմ, եկեք միասին տխրենք, գաք միասին տխրենք, ինչ հաճելի բան է, մոտ ընկերոջ հետ լինում է տխրել, չէ, հենց մոտ հարազատ մարդու հետ ես շատ սիրում եմ տխրել, բայց երբ ես մի քանի հոգու եմ հանդիպում, առավելևս դահլիճ պատկերացնում եմ, դահլիճի հետ իմ հանդիպումը, ես անպայման այդ տխրությունը կոծկում եմ, ծածկում եմ եւ փորձում եմ նրանց ուրախացնելով, ծիծաղեցնելով տալ այդ նույն խոսքը, այդ նույն պատգամը, որ տալիս եմ։ Սա ինչ որ ներքին մի բան է, որ ես ունեմ, չգիտես ինչ չի ունեմ։ Եվ ձեր խաղը կարծես մշտապես անցում է ողբերգությունից կատակ, մեկ-մեկ բավականին կտրուկ։ Ինչպես եք դնում այդ սահմանը։ Այդ էլ չգիտեմ, տեսեք օրացային պատերազմում ես էլի այդպիսի պրոբլեմներ ունեմ, շատ մեծ հնարքներ ունեմ։ Ներկայացման վերջին կտորը ես մարդկանց գցում եմ հորը, ինչպես մեր Սասունցի Դավիթն է խափեությամբ ընկնում հորը, Մսրամելիքը խափում է գրվից առաջ, իրենց ճակատամարտից առաջ, Դավթին գցում է հորը, եւ Դավիթը այնտեղ քնած մնում է, եւ մեր ժողովրդին ես անպայման համեմատում եմ Սասունցի Դավթի հետ, մեր ժողովուրդն է այսօր հորի մեջ խափեությամբ ընկած եւ քնած, տեսեք, եւ դրանից հետո ես սկսում եմ պատմել, թե ինչեր է թշնամին մեր գլխին արել 15 թվականի պատմություններ են պատմում, 18 թվականի պատմություններ, 20 թվականի սարսափելի կոտորածներ, ցեղասպանության բաներ եմ պատմում, այդ հանդիսատեսը դահլիճում միանգամայն նույնացվում է արդեն այդ հորի մեջ ընկած ջախջախված հերոսի հետ խապված եւ ահա մեկ էլ դուրս է գալիս Զենոֆոհանը, որ իմ ներկայացման մեջ ներկայացնում որպես հայ մտավորականության ձայն, բարձրանում է լերը, իդեպ այդ դերը, այդ ֆունկցիան ունի մեր մտավորականությունը, նա մի օր ինքը պիտի սթափվի, նա մի օր պիտի բարձրանա լերը ու այնտեղ ճչադալի մեր մտավորականության ձայնը այնպիսի ճիչ պիտի բարձրացնի, որ ժողովուրդը արթնանա եւ երբ Դավիթը դուրս է գալիս, արթնանում է, թուրքեծակին խփում է, այդ քարաջարդում է, դուրս է ելնում եւ դրանից հետո այդ ժողովուրդը ինքը կարծես դահլիճի մարդիկ Դավթի հետ արթնանում են եւ դրանից հետո ես բերում եմ Հովանես Թումանյանի Սասունցի Դավթի հետ փառահեղ անկրկնելի տեքստը, ասավ ելավ ու փոթորկեց, թռավ ցորած Դավթի հուրձին, տեսեք Թումանյանը ոնց է գրում, թողի առաջինը Դավիթը վերցեց, չէ, ձիունն է առաջինը փառաբանում, ասավ ելավ ու փոթորկեց, թռավ ցորած Դավթի հուրձին, ձին փոթորկեց, փայլատակեց ու ցած իջավ թուրքեծակին եւ այդ նույն հանդիսատեսը, որ այդ ժամանակ հորի մեջ էր, հանկարծ նույնականացվում է Դավթի հետ, վեր է դառնում ու ինքն է թրով խփում Մսրամելիքին, հանդիսատեսը այդ ջախջախումից հետո հաղթում է
Դրով խփում է ու ջախջախում։ Սա շատ կարևոր է այդ ապրումների ժամանակ նույնականացումը քո պերսոնաժների հետ, հանդիսատեսի հետ, նա տուն է գնում այդ ապրումների հետ, սկզբից խափվեց, ընկավ հորը, ջախջախվեց, այդ ապրումներն ունեցավ, բայց վերջում վեր կացավ ու հաղթեց։ Սա, այո, ես այդ ուրախության, տխրության, բոլոր զգացումները փորձում եմ տալ մարդկանց։ Այս օրացային պատերազմը հազվագյուտ էմոցիաներ էր առաջացնում, անկեղծորեն ձեզ պիտի ասեմ, այնքան ուժեղ, որ ես հատկապես վերջին տեսանի, վերջին մոնոլոգի վերջին կտորի վրա երևի 3 շաբաթ մոտ աշխատել եմ, որ ինքս լաց չլինեմ։ Ուրեմն ես միացնում եմ որովհետև Արամ Խաչատրյանի երաժշտության տակ է դա գնում, կարծես հատուկ գրված լիներ դրա համար։ Երբ ես ասում եի ասավ հելավ ու փոթորկեց, ես սկսում եի հեկեկալ։ Փորձի ժամանակ, այսինքն տանը ես տեքստս գրել եմ, դուք պատկերացեք իմ տեքստի ժամանակ ծիծաղելի է, չէ, ես հեկեկում եմ որպես մարդ, որպես հայ, որովհետև չեմ կարողանում պատկերացնել, մանավանդ հիմա մենք շատ դժվար օրեր ենք ապրում, անդադ մեզ նվաստացնում են, չէ, այդպես այդ դրսի տեղեկատվությունը հայ մարդու համար շատ ծանր է։ Այդ մարդու համար այսպիսի տեքստ է, այդ հաղթանակի թուրքեցակի տեքստը չի կարող լաց չառաջացնել, ուրեմն ես պատկերացեք կարդում եմ ու լաց եմ լինում, իսկ արտիստը դերասանը բեմի վրա իրավունք չունի այդ ապրումներն ունենալու, այդ ապրումները ինքը պիտի պարգևի, ռեժիսորը միշտ ասում է մի ապրիր, ապրեցրու, իսկ այն պահին որ դերասան ինքն է հեկեկալ ուժիր կոտրվում է, ուրեմն ես 3 շաբաթ այնքան եմ այդ տեքստը ասել Խաչատրյանի երաժշտության տակ, մինչև վերջացրել եմ, սպառել եմ ինձ քիչ թե շատ եւ դրա համար այդ ահռելի էմոցիաները մարդիկ դուրս են գալիս ուղղակի հեկեկալով այդ ես չէի, այդ Սասունցի Դավիթն էր, նա ինքն էր Սասունցի Դավիթն էր, իր միջի եւ Թումանյանի հանճարն էր գումարած Խաչատրյանի հանճարի հետ, ուղղակի այդ համադրումն էր մարդկանց հետ որ դնում։ Այդ տեսեք արդեն հանդիսատեսից խոսեցիք, հենց իմ հաջորդ հարցն էր, արդյոք զգում եք, որ ժամանակակից հայ հանդիսատեսը փոխվել է, հատկապես երիտասարդ սերունդը, նրանց արձագանքը ձեր խոսքին։ Հանդիսատեսը չի կարող չփոխվել, Հերոկլիտի խոսքերն են, հույն փիլիսոփան որ ասում եմ, ոդկը նույն ջրի մեջ 2 անգամ չես դնի, անգամ ջուրը փոխվում է, մոլեկուլար կառուցվածքը փոխվում է աշխարհի, ամեն ինչ փոխվում է, իսկ այսպիսի մեծ ցնցումային փոփոխություններից հետո, երբ մեր աշխարհն է փոխվում, հանդիսատեսը չի կարող չփոխվել։ Ես չգիտեմ, երկար պիտի խոսեմ թե կարճ, շատ մեծ հարց եք տալիս։ Ինչ վերաբերում է հատկապես երիտասարդ հանդիսատեսին, երիտասարդ հասարակությանը, ես շատ ուրախ եմ, ես շատ բարձր կարծիք ունեմ իրենց մասին եւ իրենք շատ ավելի բարձր են բոլոր առումներով, քան մենք։ Երբ իմ սերնդակիցները սկսում են գլուխ գովել, բա մեր ժամանակ դա պարավական խոսակցություններ են։ Ես մի քանի օրինակ բերեմ, Մեկը տղաս Կասկադում համերգ էր, Շարլ Ազնավուրի իր վերջին համերգը տվեց 5000 մարդ։ Ես չեմ եղել, տեսել եմ ուղղակի։ Նույնը Հայրիկ Մուրադյանի հետ կապված 3-4000 մարդ, նույն Կասկադում։ Պարում են, գոռում են, երգում են, ճճում են, կողքը ռեստորաններն են աշխատում, ոչ մի խնդիր չկա, իրար չեն նեղացնում, ոչինչ չեն անում այդտեղ։ Դուք պատկերացեք, երբ համերգը բրծավ, ուղիղ 10 րոպեվա ընթացքում բոլորը գնացին տուն։ Ես դիտմամիջաներքեմ նայում եմ։ Ոչ շշեր կան շպրտած, ոչ կեղտ կա այնտեղ։ Այդ ընթացքում ոչ մի անշնորհ բան չեղավ։ Տեսեք, իմ ժամանակ տալիներ ամենակիչը 3-4 հոգի դանակահարել էին իրար։ Ես ձեզ լուրջ բան եմ ասում, դանակով խփել էին իրար։ Էլ չեմ ասում շշեր կշպրտեին իրար գլխի։ Էլ չեմ ասում աղջիկների կպրշկեին։ Այդ գլուխ գովացող տաները մի հատ թող հիշեն ինչ էր մեր ժամանակ։ Դուք 5000 հոգի բերեք դնեք համերգի իրար կտանք սպանեին։ Խելո, դաստիարակված, սերունդը քաղաքակրթվել է։ Քաղաքակրթված, մաքուր, սիրուն, հակածը, կապածը, ես ուղղակի հիանում եմ, լավ, որոշ բաներ կան, մի քիչ տարբեր պիտի լինի։ Որոշ բաներ անմիջապես, ուրեմն գալով թատերական հանդիսատեսի, նույնն է։ Բնականաբար այսօր ճաշակային ցենզի իջեցում է կատարվում ամբողջ աշխարհում, եթե նկատել եք, կինոները դառնում են սերիալներ, նույնը եւ թատերական, այնտեղ արվեստը դառնում է հասարակությանը пассив ընթերցող, пассив գնահատող, սարքող արվեստը, բնականաբար կորցնում է իր լավ հանդիսատեսին, բայց դա չի նշանակում, որ այդ process-ների մեջ մենք չունենք ընդհակառակը ավելի լավ ու ավելի լավը, գիտեք, գոմախպի միջից ծորենը ավելի պարարտացված է դուրս գալիս։ Դա չի նշանակում, որ մենք չունենք ավելի լավ հանդիսատես։ Մտեք այսօր Երևանյան թատրոնները։ Տեսեք ինչ լավ երիտասարդություն կա։ Այդ 30 տարի առաջվա կուլտուրան
ռեպլիկ բաց թողնելու, իսպար վերացել է մեզ մոտ։ Դա կար առաջ, գիտեք, մտնում էին ռեպլիկներ բաց թողելու, զվարճանալու համար, այդպիսի բան չկա։ Հակածը, կապածը, իրենց պահելու ձևը, հիմա մարդիկ զարմանում են, թե ինչի խորը փիլիսոփայական ներկայացումներ ավելի քիչ հանդիսատես ունեն, ներեցեք, ամբողջ աշխարհում այդպես է։ Չկա մի որևէ երկիր, որտեղ կատակերգությունն ավելի քիչ հանդիսատես ունենա։ Այդպես է, Ֆրանսիայում էլ այդպես է։ Իհարկե։ Ուրախ զվարճալի ներկայացում։ Մարդիկ այդ են ուզում տեսնել։ Երևի հոգսերը այնքան շատ են գնում են թեթևանալու։ Այո, դե ինչու եմ ես անընդհատ կատակի միջոցով մարդկանց կանչում, որովհետև ես կարծես վատ բան պիտի ասեմ իմ ճակերտին, խափում եմ կատակով, ծիծաղեցնելով եմ խափում, որ գան գոնե զվարճանան, բայց ես ասում եմ շատ ուրբաներ, որովհետև դրա միջոցով ես կարողանում եմ ունենալ մեծ հանդիսատես։ Եթե ես ուղղակի լուրջ ասեի ամեն ինչը դրամատիկական ոչի մեջ, լավ, ես կունենայի 10 անգամ քիչ հանդիսատես։ Այսինքն 10 անգամ քիչ մարդ ինձ կլսեր։ Հետո ասեմ, դες շատ դժվար է ծիծաղեցնելով խոսելը։ Շատ դժվար է ողբերգականության մեջ անընդհատ ասել այստեղից հիմա զվարճալի կատակ կանեմ, բայց հետո նա կհասկանա, որ խոսքը դրամատիկ կամ ողբերգական բանի մասին էր գնում։ Հետո կվերլուծի։ Հա։ Այսօր նոր ներկայացմամբ եք եկել մեզ մոտ։ Ինձ հետաքրքիր է, ինչպես է ծնվում նոր ներկայացման գաղափարը եւ նաեւ նախապատրաստվում այդ ներկայացումը, կա հատուկ ծիսակարգ, օրինակ մենության, ինքնամփոփման պահեր։ Անպայման կա, այդ լավ էլ ասացիք, մենությունը միշտ կա, իդեպ մենությունը ինձ մոտ միշտ կա։ Ես ապրում եմ շատ սիրված միջավայրում միշտ, իմ կինը, աղջիկս, տղաս, ընկերներս իմ միջավայրը սիրելի է, իմ տունը, կատուն, այդ ծառերը, բնությունը, ես շատ, բայց վերին աստիճանի կարևոր եւ անհրաժեշտ գործոն է մենությունը ստեղծագործողի համար։ Նախ մենությունը հրաշալի հնարավորություն է աճի համար, հոգեվոր աճի, մտավոր աճի համար, առանց մենության դժվար է աճել, անընդհատ պիտի կուտակումներ տեղի ունենան։ Ուրեմն մենությունը անպայման կա։ Ժամանակն է ծնում իմ ներկայացումը։ Ես միշտ ասելու մի բան ունեմ, եւ եթե անկեղծ խոսենք, միգուցե իմ ամբողջ կյանքում ես մի բան եմ մենակ ասում։ Ուղղակի այդ ամեն ինչը ամեն տարի ուրիշ ձև եմ ասում։ Մարդիկ երևի չեն ըմբռնում դա, թվում է թե ես ամեն անգամ տարբեր բաներ եմ ասում։ Ես տարբեր բաների մասին եմ խոսում, բայց ես հիմնականում ուղերձը նույնն է։ Մի կարևոր բան եմ մարդկանց ասում։ Հիմա այս ներկայացումն էլ պատահական չի, էլի ժամանակն է ծնում լույսի ու խավարի բախումը, որի մեջ մենք գտնվում ենք, այսօր շատ է սրվել, այսօր շատ հակասական, կոնֆլիկտային է դարձել, եւ մեր այսօրվա ամենանոր հերոսը ChatGPT-ն։ Շատ հետաքրքիր է, ուզում եի ասել, վերնագիր է դրել լույս, խավար եւ ChatGPT, կարծես իրար հակասող բառեր։ Մոդայիկ, այսօր ամենամոդայիկ, ամենամոտ ընկերն է մարդկանց։ ChatGPT-ն արդեն ամուսինները վիճում են ChatGPT-ին, խնդրում են, գրում են, բժշկական հարց կա, խնդրում են ChatGPT-ին նա պատասխաններ, ամեն ինչում այսօր ներկա է, այսինքն լույսի եւ խավարի հակասության մեջ ChatGPT-ն ներկա պիտի լինի։ Ուղղակի ես այստեղ էլի կարծում եմ բավական ինքնատիպ բան եմ գտել փոխհարաբերություն ChatGPT-ի հետ։ Ես ստանդարտ հարաբերություններ չեմ կառուցել, երբ որ հարց են տալիս, թե ասենք Նեղոսիապին քանի կոկորդիլոս կա եւ նա անմիջապես պատասխանում է Հնդկաստանի բնակչությունը կամ որ թվին Չերչիլը առաջին ծխախոտ, ամեն ինչ գիտի, չէ՞ կարծես։ Չէ, այստեղ ստեղծում է շատ մտերմիկ ընկերական հարաբերություններ արհեստական բանականության հետ եւ ես նրա հետ միասին նրա միջոցով էլի մեր ազգային շատ խոր ու կարեւոր հարցեր եմ քննարկում եւ նրան այնտեղ մի պահ այնպիսի պատին եմ սեղմում, այնպիսի մի անկյուն եմ տանում, որ այնքան ենք մտերմացի, որ նրա հետ խոսում եմ, խնդրում եմ պատասխան տալ որպես մարդ եւ նա չի կարողանում պատասխանել, ասում դժվար է չէ մարդ լինելը։ Չի կարող, այսինքն նրան արդեն մարդացնում եմ, արվեստը ChatGPT-ն էլ պիտի մարդացնի, ու դա այդպես է, ես իմ աշխատանքի ընթացքում օգտվել եմ արհեստական բանականությունից։ Կարծում եմ բոլորս ենք օգտվել։ Այնքան, այո, հարց ու պատասխանը այնքան երկար է, բայց ես շատ փոքր մասն եմ ողել, ընդհանրապես ներկայացումների մոտ ես որ գրում եմ, մոտարապես կեսն եմ խաղում, այնքան եմ կրճատում, թե չէ դրան 2-3 գործողությամբ ներկայացում կլինեն։ Ուրեմն այդ մարդկայնացնում եմ նրան, շատ կարևոր բան է եւ որպես մարդ իրար հետ փորձում ենք էլի գտնել ամենակարևոր պահը մեր կյանքի եւ վերջում ինքը ամենահուզական մասն է չխոսելով, չպատասխանելով որպես մարդ իրականում պատասխանում եմ ասելով որ ես համաձայն եմ, ես էլ եմ այդպես մտածում։ Այսպես է։ Ամենակարևոր, շատ կարևոր։ Մարդկային հոգի եք տալիս։ Այո։ Սա ինձ թվում է մարդու եւ արվեստի կարևորագույն բանն է, անգամ արհեստական բանականությանը մարդկային հոգի տալ։
Շատ լավ։ Այ հետաքրքիր է, երբ նոր ներկայացում եք բերում հանձնելու այս անգամ Սփյուռքի դատին։ Ինչպես եք այն պատրաստում։ Արդյոք հարմարեցնում եք տեքստը տվյալ երկրի հայ համայնքին, հաշվի առնելով նախ լեզուն, արևմտահայերենը, հետո ինչու ոչ նաև բովանդակությունը, որպեսզի հնարավորինս ընկալելի լինի հանդիսատեսի համար։ Թատրոնում ոչ միայն արվեստում շատ են մարդիկ, ընդհանրապես արվեստի մարդը չպիտի այդքան այդ մասին մտածի, բայց ես շատ եմ մտածում, շատ տանջվում եմ դրա համար եւ այո, շատ եմ աշխատում այդ ուղղությամբ, որովհետեւ ես նման եմ բժշկի, որը ուզում է որ իր տված դեղը օգնի մարդուն։ Իհարկե, անկարելի լինի։ Եթե այդ բժիշկը գա մի հատ սովորական դեղահաբը շպրտի հիվանդին ասի, «Դե խմի էլի ինչ եղավ, ես լավ գիտեմ, ես բժիշկ եմ, դու որտեղից գիտես, խելք չունես, դու խմի, վերջ»։ Այդ դեղը ազդեցություն չի ունենա։ Այն բժիշկը, որ գալիս է քաղցր խոսելով, երկար պատմություններ է պատմում է թե այս դեղը քանի մարդու է բժշկել, այս դեղը ինչ հրաշքներ է անում եւ այլն, եւ այդ դեղը տալիս է, այս դեղը իսկապես ազդում է։ Ուրեմն ես մարդկանց համար, որպեսի վստահությունը շահեմ, Սփյուռքի որ երկիրն ուզում է լինի, ուրեմն գնում եմ դրան։ Որոշ բաներ պիտի փոխեմ, որոշ բաներ պիտի կրճատեմ, որոշ բաներ պիտի ավելացնեմ, ինչ որ բաներ եմ պատմում, ինչ որ բաներ չեմ պատմում, միայն մի բանի համար, որ ես լինեմ ավելի հասկանալի իրենց, որ իմ դեղը այդ խոսքը տեղ հասնի։ Հակառակ դեպքում ինչ իմաստ ունի իմ ասելը։ Այ ինչպիսի զգացումներով կցանկանայիք ֆրանսահայ հանդիսատեսը հեռանալ դահլիճից։ Մեր երկրի նկատմամբ շատ մեծ սիրո եւ պատասխանատվության զգացումով։ Մեր երկրի նկատմամբ, իմ նկատմամբ չէ։ Ինքը իր նկատմամբ սիրո եւ պատասխանատվության զգացումով, որովհետեւ ինքը հանդիսատես ինքը պիտի հասկանա, որ մարդը ինքը իրեն մի քիչ պիտի սիրի գնահատի, բայց նաեւ պիտի ըմբռնի իր պատասխանատվությունները։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ ինչպես բոլոր ներկայացումները, որ խաղում եմ, մարդկանց անտարբերության թմբիրից ինչ որ ձեւով կարող է հանել, ինչ որ չափով։ Գիտեք, թող լինի մի քանի 100 մարդ, այդ մի քանի 100 մարդու մեջ 2-ը, 3-ը, 5-ը թող այդ թմբիրից դուրս գան։ Սասունցի Դավիթը հորի միջից պիտի արթնանա։ Ես Տենովոհանն եմ, որը անընդհատ ճչում եմ ամեն անգամ մի նոր բան, ամեն անգամ մի նոր լեզվով, ամեն անգամ մի նոր ներկայացումով, բայց իմ խոսքը սա է։ Ես ճչում եմ, որ մենք արթնանանք, այսպես մի զգացում կա։ Եթե իրենք արթնացան, եթե ինչ որ մի բան եղավ, ուրեմն ներկայացումը հաջողված է։ Կայացում այսպես եմ կա։ Եվ վերջին հարցս, այսօրվա աշխարհում պատերազմների եւ արտագաղթի պայմաններում թատրոնը դեռ կարող է դիմադրության ձև լինել։ Այո, թատրոնը կարող է լինել իհարկե շատ մեծ ձև։ Դա արվեստ ընդհանրապես, արվեստը, որը քարոզում է բարին ու հավիտենականը, գեղեցիկը, աստվածայինը, արվեստը անուղղակի ճանապարհն է դեպի Աստված, նա ազնվացման ճանապարհն է, իսկ այս պայքարը գնալով ուժեղանում է։ Եթե մենք նայենք այդ պատերազմները, քաղաքական պատերազմներ են, քաղաքական ձեռքբերումներ են, դրանք ինձ թվում է շատ երկրորդական են։ Հիմնական մեծ կռիվը գնում է լույսի ու խավարի մեջ, անընդհատ, եւ արվեստը լույսի ծառան է։ Ինչքան սրվեն հարաբերությունները, ինչքան ուժեղանան հակասությունները, այնքան արվեստի ֆունկցիաները պիտի մեծանան, դերը շատ կմեծանա։ Շատերը սկսում են մտածել պարտվողականորեն, որ չէ, արդեն էլ ինչ արվեստ, հիմա թնդանոթներն են կրակում, ինչ սերը պետք է լռի, չէ, ասում են, երբ թնդանոթներն են կրակում, սերը լռում է։ Հակառակը, այդպես չի։ Այդ մեր պատկերացրած սերն է լռում այդ ժամանակ, սիրային հարաբերություններն են լռում, բայց խորքային հոգևոր սերը այդ ժամանակ է սում։ Եթե սերը ամբողջովին լռի, կարծում եմ հոգին կմահանա։ Չի կարող լռել սերը, այդպես տիեզերքը այդպես չի կառուցված, հակակշիռ կամ միշտ, ինչքան էլ նա փոքր դոզաներով լինի, նա միևնույն է գերիշխում է ընդհանուր հոգևոր չափերի մեջ եւ արվեստը, ընդ որում թատերական արվեստը, ինչ չափի կդառնա հանդիսատեսը, ինչ չափով շատ քիչ միևնույն է, բայց նա միշտ ունի եւ ունենալու է դեպի լույսը տանող իր ֆունկցիաները։ Շնորհակալ եմ շատ Վարդան Պետրոսյան այս անկեղծ զրույցի համար եւ ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ շատ ինքս։ Հիշեցնեմ սիրելի ունկնդիրներ, որ Վարդան Պետրոսյանը ձեզ սպասում է նոյեմբերի 27-ին երեկոյան 20:30-ին Alfortville Pôle Culturel դահլիճում։ Մի բաց թողեք այս հանդիպումը, լույս, խավար եւ ChatGPT ներկայացումը ձեզ խոստանում է միաժամանակ ծիծաղ, հիշողություն եւ խորհում։ Որապես շնորհակալ եմ, ինձ մնում է ավելացնել, որ ներկայացումները հյուրախաղերես կազմակերպել են Կայց նոր սերունդ երիտասարդական միությունը, շնորհակալ եմ, տեսնենք ինչպես կգնա։ Դե ինչ, այսօր այսքանն էր սիրելի ունկնդիրներ, կհանդիպենք մյուս ուրբաթ նույն ժամին։ Մնացեք IPFM-ի եթերում, ցտեսություն։